բայց մենք տեսնում ենք, որ տեղահանվածների վիճակը ոչ մի բանով չի բարելավել, հակառակը վերջին երկամսյա աջակցության վերջին 40,000-ը ընդհանրապես առ այսօր չկա, այսինքն մայիս ամսվա դիմաց բյուջեի վերաբաշխման խնդիր կա, ոնց հասկացա ուշացումը իրենք էլ են ընդունում։ Իրենք ընդունում են, բայց ես կոնկրետ չեմ ընդունում, եթե այդ որոշումը կայացվել է ապրիլի վերջին, ապա բյուջեի վերաբաշխումը նույնպես կարող էր կատարվել մայիս ամսվա ընթացքում, չգիտեմ պետական ընթացակարգերը, բայց ես հասկանում եմ սովորական մարդու խնդիրը, սովորական մարդու համար հետաքրքիր չէ բյուջեն երբ են վերաբաշխում, երբ են ով է դերաբաշխողը եւ այլն։ Մի բան էլ հիմա հուլիսի 1-ից այդ երկամսյա հավելյալ ժամկետը, որ ընդառաջ են գնացել, ավարտվել է, հա, ճիշտ է։ Հունիսի 1-ից այլևս մինչև մայիս էր երկարացվել, հունիսի 1-ից այլևս չկա, դրան զուգահեռ վերադառնում են իրենց նախորդ վերջին որոշման պայմաններին։ Այո, ապրիլից, որ պետք է գործարկվեր հրատապ-աջակցության լրացուցիչ ծրագիր, սակայն ցավոք սրտի այդ հրատապ-աջակցության ծրագիրը նույնպես ոչ մի էական տեղաշարժ չի ունենալու տեղահանվածների կյանքում, որովհետև այն կոնկրետ նախատեսված է 3000 ընտանիքի համար։ Սակայն ես ունեմ բազմաթիվ փաստեր, որ այդ ծրագիրը լրացրել են գրեթե բոլոր տեղահանված ընտանիքները։